Ժողովուրդ օրաթերթը գրում է, այս տարվա հոկտեմբերի 18-ին լրանում է Տաշիր ընկերությունների խմբի խորհրդի նախագահ բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Սակայն, ինչպես թերթն է տեղեկացել, իրավապահ համակարգում քննարկվում է նրա կալանքի ժամկետի երկարացման հարցը։ Սա արդեն կլինի երրորդ միջնորդությունը։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, քաղաքական դաշտում լարվածությունը օրեցօր մեծանում է։ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ իշխանական թիմը կարծես անցել է հարձակման փուլ։ Թերթի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանի հստակ հրահանգը մեկն է՝ ոչնչացնել բոլորին, ովքեր կարող են հաջորդ խորհրդարանում հայտնվելու անգամ փոքր շանսեր ունենալ։ Քաղաքացիական պայմանագրում հաճախ է քննարկվում քաղաքական դաշտը մաքրելու ռազմավարությունը, ընդդիմադիր եւ չեզոք գործիչների դեմ ուղղորդված արշավներով, մեդիա հարձակումներով եւ հրապարակային վարկաբեկման փորձերով։ Իշխանությունը պատրաստ է ոչնչացնել բոլորին եւ ամեն ինչ, միայն թե մյուս տարի կարողանա պահպանել իշխանությունը։ Գրում է թերթը։ Իրավունք թերթի տեղեկություններով Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Վահագն Արսենյանը միջնշանակվել է, լուրջ խոսակցություն է ունեցել հոր հետ։ Ասել է, որ իրեն նշանակում է մարզպետ, իսկ ինքն իրենց ռեսուրսները պետք է մոբիլիզացնի 2026-ի ընտրություններին 100% ձայն ստանալու համար։ Դու պրոբլեմ չունես, հերեդ մեջքի տա, ասում են, վստահեցրել է մարզպետի հայրը, Ջերմուկ գրուպ ընկերության հիմնադիր նախագահ, նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է, ԿՊԱ-ական Ռոմանոս Պետրոսյանը հեծի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատանքը ստանձնելուց հետո հարցախույզ է սկսել նոր աշխատավայրի կենտրոնական ապարատում։ Հերթով աշխատակիցներին իր մոտ է կանչել եւ հետաքրքրվել, թե ինչն է իրենց կապում հեծի նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանի հետ։ Բացի այն, որ եղել է իրենց վերադասը, նրանք, ովքեր միամտաբար խոստովանել են իրենց մտերմությունը, ասենք ուսանողական կամ այլ հարաբերությունների մասին, զրկվել են աշխատանքից։ Պատմում են, որ անգամ նրա սանիկն է հերքել, թե կապ ունի Դավիթ Ղազինյանի հետ ու այդպես մնացել է աշխատելու։ Գրում է թերթը։ Իրավունք թերթը գրում է, Նիկոլ Փաշինյանն իր մուրճը սկսել է ճոճել մարզպետների վրա։ Մասնավորապես նրա թիրախում են հայտնվել որոշ մարզպետներ։ Խոսքը Գեղարքունիքի եւ Արարատի մարզպետների մասին է։ Գրում է թերթը։